ոսկու թանկացումը սկսվել է անցյալ տարվա աշնանից, որ ինքը շատ կտրուկ բարձրացել է, սպիսի նախադեպը երբևիցե չի եղել, ավելի շատ ոսկու բարձրացումը իհարկե կախված է թե աշխարհում ինչ իրավիճակ է տիրում, մեծ մասը պատերազմներն են ազդում ոսկու վրա, որովհետև մեծ տիրությունները մեծ քանակությամբ ոսկի են գնում, այսինքն պահանջարկը շատ է, բացի դրանից ասեմ, որ նաև ոսկին սկսել են օգտագործել այս նոր բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի մեջ էլ է ինքը կիրառվում, դրա համար էլի, այսինքն պահանջարկը այդ ոլորտում նույնպես կա բարձր տեխնոլոգիաների, դրա համար ոսկու գինը այդպիսի կտրուկ աճ է գնացել, բայց իհարկե ինչ կատարվեց այս մի շաբաթվա ընթացքում, այդպիսի բան չէր եղել, որ ոսկին երկու օրվա մեջ բարձրացավ համարյա 10,000 դրամ մի գրամի մեջ, այսինքն մի անգամից կտրուկ բարձրացավ դոլարով նայեք ինքը 25, այսինքն ինքը 156 դոլար էր, ինքը դարձավ 176 դոլար, համարյա 20 դոլար, համարյա չէ, մի գրամի մեջ ինքը 20 դոլար բարձրացավ, հետո 3 օր հետո նույն ձև 20 դոլար ինքը իջավ, այսինքն էդի կտրուկ տատանումը, իսկ մեր գործի համար դա իհարկե շատ վատ է անդրադառնում, այդ թանկացումները ազդել են առևտրի վրա, շատ են ազդել, առևտուրը շատ նվազել է, կարելի է նույնիսկ ասել, որ առևտուր չկա, իսկ այն մարդիկ, ովքեր եղել են այս ընթացքում, մարդիկ, ովքեր իրենք էլ վախեցած այդպես շատ գնումներ են արել, ոսկու գնումներ են կատարել, Եղել է, իհարկե եղել է, կամ մարդիկ, որ ենթադրենք եկել են, մտածել են, որ ինքը շատ բարձրացավ, երբ որ ենթադրենք դարձավ 176 դոլարով մի գրամը, բարձր հարկի 999, այդ ժամանակ եղել են մարդիկ, որ եկել մեծ քանակությամբ ոսկի են գնել, բայց պատկերացրեք 2 օր հետո ոսկին կտրուկ իջել է, այսինքն ինքը անկանխատեսելի է դարձել այս ամեն ինչը, ինչ որ կատարվում է, ոչ մեկ չի կարող կանխատեսել այլևս, այսինքն դուք չեք կարող իմանալ, թե վաղը բացարձակ չեն կարող իմանալ, նայեք ես բերեմ իմ օրինակով, ես ներկայացնում եմ իմ ամուսնու գործերը, իմ ամուսինը պատրաստում է, ես իր գործերը ներկայացնում եմ, ու պատկերացրեք ես անհատական պատվերներ ա մեր մոտ, ես պատվերը վերցնելուց, հենց այդ պահին, որ պատվերը վերցնում եմ, այդ պահի դրությամբ ինչ որ արժե ոսկին հաշվարկանում եմ ու մի անգամից պետք է վճարը տա պատվիրատուն, որովհետև մենք չգիտենք, ոչ նույնիսկ այդ օրվա ընթացքում չգիտենք իր հետ ինչ կկատարվի, ոչ թե հաջորդ օրը ինքը օրվա մեջ էլ է մի քանի անգամ փոփոխության ենթարկվում, իսկ ամեն ինչ տեղում պիտի կատարվի, որ հետո հետագայում կիչնի, թե ինչի արդեն չի ազդելու մեր պատվիրատուի եւ մեր վրա, գոնե մի ամենակիչը կես տարի մնա այդ նույն արժեքի վրա, այդ ժամանակ ամեն ինչ կկաշկավորվի, իսկ գնորդները շատ են դժգոհում, դե գնորդների համար էլ է շատ անսովոր է ամեն ինչը, գիտեք ինչ, իրենք սպասողական վիճակի մեջ են, եթե նույնիսկ գնողունակության հնարավորություն ունեն այդ բարձր արժեքներով, միևնույնն է իրանք սպասողական վիճակի մեջ են, իրենք գալիս անդադ հարցնում են, իսկ կարող է սպասենք ինքը իջնի հետո, հասկանում եք մարդիկ դա հոգեբանություն է, որտեվ ինքը այնքան է տատանվում ու այդ տատանումները շատ ահռելի են էլի, դրա համար մարդիկ հոգեբանորեն պատրաստ չեն այս ամեն ինչին,